Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու եւ դրանց լուծման ուղղությամբ քայլեր նախանշելու նպատակով Անահիտ Մանասյանը 4-օրյա պաշտոնական այցով Սյունիքի մարզում էր։ Հուլիսի 23-ին այցի վերջին օրը Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում ամփոփիչ քննարկում անցկացվեց, որի ընթացքում անդրադարձել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման եւ աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցերի։ Դրան հաջորդեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ պաշտոնական հանդիպումը։ Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին ոլորտում առկա խնդիրների լուծման գործում համատեղ ջանքերի արդյունավետությունը։ Քննարկվեցին նաև առաջիկա անելիքները։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկեցինք մարդկանց սոցիալական անվտանգության եւ պաշտպանության հարցերը եւ ավելի շատ կփորձենք կենտրոնանալ սոցիալական պաշտպանության վրա, սոցիալական իրավունքների իրացման վրա եւ նաեւ համաձայնեցրեցինք հետագայում լրջագույն խնդիրների հետ կապված անընդհատյա կապի մեջ լինել, որով պայմանավորված կլինի նաեւ մեր քաղաքացիների իրավունքների իրացումը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին, սոցիալական աջակցության տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր։ Վիննետ Գորիս զարգացման հիմնադրամի հետ պարբերական համագործակցությունը կշարունակվի, վստահեցնում է մարդու իրավունքների պաշտպանը։ Գորիս քրեակատարողական հիմնարկայցի ժամանակ արձանագրված հիմնական խնդիրը շենքային ոչ բավարար պայմաններն էին, որոնք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Ուրախ եմ շատ, որ կան նախաձեռնություններ շենքային պայմանները բարելավելու հետ կապված եւ նաեւ մի քանիսը արդեն իսկ իրականացված էին եւ ուրախ էի դրանք տեսնել, բայց հիմնարար գաղափարն այն է, որ համակարգային տեսանկյունից սա շատ մեծ խնդիր է եւ պետք է շատ լուրջ լուծում ստանա եւ այս հարցից բացի նաեւ ազատությունից զրկված անձին մի շարք անհատական հարցեր են բարձրաձայնել, որոնք եւս հասցեավորվելու են իրենց իրավունքների հետ կապված։ Անահիտ Մանասյանը ուրախությամբ է նշում, որ մարզային նախորդ այցից հետո բազմաթիվ խնդիրներ գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ լուծվել են։ Այցելել եմ նաև պետական սահմանի ագարակ սահմանային անցակետ, այստեղ հիմնական հանգամանքը պայմաններին ծանոթանալն էր եւ ընդհանուր գործընթացներին, որովհետեւ մի շարք հարցեր կան, որոնք առնչվում են քաղաքացիների իրավունքների հետ, մասնավորապես օրինակ միջազգային պաշտպանության ենթակա եւ ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, պայմանները, թե ինչպիսի պայմաններ են իրենց համար ստեղծված եւ այլն, սրանք եւս մանրամասն հասցեավորվել են։ Ու շատ կարևոր էր նաև զորամաս կատարած այցը, սրանք եւս իմ ընթացիկ այցերից են։ Մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է, որտեղ դադարներ գրեթե չեն լինում։ Լուծված յուրաքանչյուր խնդրին զուգահեռ առաջանում են նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են արագ արձագանք եւ հետեւողական աշխատանք։ Անիկ Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։